Մինչև օգոստոսի 31-ը երկար սպասված շահավետ եռանկյուն ակցիայի շրջանակում ստացեք բացառիկ պայմաններ Սալիկ, Սանկերամիկա և Ծորակ միասին ձեռք բերելու համար։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին շաբաթները եւ նոր կառավարության ձևավորումը ցույց են տալիս, որ ընտրություններից հետո Հայաստանում սկսվել է ավելի խորը վերադասավորում, քան երևում է գուցե առաջին հայացքից։ Մի կողմից իշխանությունը խոսում է ռադիկալացման շղթան կոտրելու, պետության եւ ազգային ինքնության նոր ընկալման մասին, մյուս կողմից եվրոպական ինտեգրման հանձնաժողովի պատասխանատվությունը փորձում է ստանձնել ընդդիմությունը։ Գրեթե ամփոփող է թողնում կառավարության կառուցվածքը, վերադասավորում է անվտանգության համակարգը, ԲՏԱ ոլորտ է բերում նոր մարդկանց ու փորձում արտաքին քաղաքականության եւ միջազգային առևտրի գործառույթները վերադասավորել։ Սրան զուգահեռ Ռուսաստանի քաղաքականությունը ավելի է կոշտանում, բաց են երկաթուղու եւ գազի գնի հնարավոր թանկացման հարցերը, խորանում են ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունները, իսկ Իրանը փորձում է հասկանալ Trip-ից հետո ստեղծվող նոր տարածաշրջանային իրականությունը։ Այս ամբողջ պատկերի մեջ հիմնական հարցն է Հայաստանը վերջնականապես փոխում է իր արտաքին քաղաքական եւ պետական կառավարման մոդելը, թե Փաշինյանը դեռ փորձում է միաժամանակ մնալ հակասող աշխարհաքաղաքական համակարգերում։ Այժմ զրուցելու եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ։ Ողջույն պարոն Սաքուն, շնորհակալություն միանալու համար։ Ողջույններս, պարոն Ոսկանյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Սաքունց, հետևելով նորընտիր խորհրդանի աշխատանքին, խորհրդանի խոսնակը Ռուբինյանը ասում է, որ պետք է կոտրել քաղաքական ռադիկալացման շղթան, իշխանության շատ տարբեր ներկայացուցիչներ իրենց ելույթներում փորձ են անում վերաիմաստավորել պետությունը, ինքնությունը, ինքնիշխանությունը, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, միաժամանակ մենք տեսանք, որ հանձնաժողովների ձևավորման, ընտրության եւ այլն դրանց ղեկավարման ստանձնման գործընթացում եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը ղեկավարելու հայտ է ներկայացրել ընդդիմադիր Ուժեղ Հայաստան խմբակցությունը, որը շատ ավելի թերահավատ է մոտենում Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարին։ Սա ժողովրդավարական հակակշիռ ստեղծելու փորձ է, քաղաքական պատասխանատվություն ընդդիմության վրա դնելու հնարք, թե արտաքին քաղաքական ազդակ Մոսկվային, որ Երևանն այնուամենայնիվ պատրաստ է որոշ հարցերում մեղմ լինել Ռուսաստանի հետ։ Պարոն Ոսկանյան, հարցը այնպես է ձևակերպում ռադիկալացում որպես երևույթ առկայության մասին այդ երևույթի այն հաղթահարելու ուրեմն մտայնության կամ առաջարկության մասին եւ մյուս կողմից արդեն ազգային ժողովի ձևավորման հանձնաժողովների ձևավորման ընթացքում ձեր նշած Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահությունը պրո-ռուսական ընդդիմության ներկայացուցիչին հանձնելու հետ կապված։ Իհարկե ես հասկանում եմ ամբողջության մեջ եք սա ուզում դիտարկվի, բայց երևի թե այդ ամբողջի պատասխանը ստանալու համար անհրաժեշտ կլինի առանձին այդ ձեր նշած երևույթներին անդրադառնալ, հասկանալ թե օրինակի համար ինչով է պայմանավորված ռադիկալացում կամ ռադիկալացման վիճակ ասածը։ Օրինակ, եթե ասում են եկեք հաղթահարենք այդ ռադիկալացումը եւ մեղմենք, ապա այդ հասկացությունը կիրառողը եւ մենք այդ ռադիկալացում ասածը նույն բովանդակությունն ենք ընկալում կամ տեսնում ենք արդյոք դրանց առաջացման պատճառները նույնն են, թե տարբեր ընկալումներ կան, որովհետեւ իմ կարծիքով ռադիկալացումը սկսած 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից առկա է եղել եւ դրա բուն պատճառը ոչ թե այն հայտնի սև, սպիտակ եւ այլն չէ, բուն պատճառը նա է, որ պետությունը զավթած քաղաքական ուժերը մշտապես չեն հաշտվել իշխանությունը կորցնելու փաստին,
չեն հաշտվել դրա հետ։ Ես ուղղակի ժամանակակցության առումով կարող եմ եւ դուք էլ կարող եք եւ ցանկացողները կարող են փնտրել տեղեկատվական դաշտում, ինտերնետային սոցիալական ցանցերում։ Մեկ երկու ամիս անց, երբ որ շատ զսպված էին, նախկին իշխանության, այդ ժամանակվա արդեն նախկին իշխանության ներկայացուցիչները, որովհետև չգիտեին թե ինչ է լինելու իրենց հետ, ինչ գործընթացներ է լինելու իրենց հետ։ Տեսան, որ ոչինչ, ինչ որ հստակ մոտեցումներ, համակարգային մոտեցումներ չկա։ Արդեն իսկ սեպտեմբեր ամսից սկսեց այդ ռադիկալացումը, որը ամեն անգամ հաղթահարվում էր թավշահեղափոխություն իրականացած ժողովրդի ջանքերով։ Հիշում եք 2018 թվականի հոկտեմբերին մի այդպիսի մի հատ փորձ արվեց ռևանշի։ Այսինքն ռադիկալացման բուն պատճառը Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում անկախ կազմից ազգային ժողովի պայմանավորված է եղել նրանով, որ որևէ ոչ քաղաքական ավելի ճիշտ եւ ոչ էլ իրավական գնահատական չտրվեց պետության զավթման ժամանակահատվածին եւ իրավական ու քաղաքական գնահատական չստացան պետության զավթումը իրականացրած քաղաքական ուժերը։ Ավելին, նրանք շարունակեցին մնալ որպես քաղաքական սուբյեկտներ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում։ Սա մեկ։ Երկրորդ, քաղաքական ռադիկալիզմի այսպես կոչված դրսևորման հիմնական պատճառը միայն 2023 թվականի օգոստոսից հետո եւ Լեռնային Ղարաբաղը ըստ էության արդեն բլոկադայի մեջ էր, ճիշտ արդեն բռնի էթնիկ զտման ենթարկված Հայաստանի Հանրապետության իշխանությունները սկսեցին որոշակի քայլեր կատարել, փոքր, զգույշ քայլեր կատարել Եվրոմիության հետ, Միացյալ Նահանգների հետ համագործակցության ուղղությամբ։ Բայց Հայաստանը շարունակեց մնալ ԱՊՀ-ի կազմում եւ մինչ այժմ մնում է ԱՊՀ-ի կազմում։ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ-ի կազմում, Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի կազմում, թեկուզ սառեցված վիճակով։ Սրանք արտաքինային գործոններն են, որոնք ռադիկալացման համար հիմքեր են տալիս, որտեղ այդ ռադիկալացման իսկ ինչ է նշանակում ռադիկալացում։ Երբ որ քո ժողովրդավարական փոփոխություններին ուղղված կամ հանրային ակնկալիքները անընդհատ դիմագրավում են այդ ժողովրդավարական ինքնիշխան իրավական պետության ձևավորման սահմանափակող գործոններին, հանձինս այդ միջպետական, վերպետական կառույցների, որին շարունակում է անդամագրվել Հայաստանի Հանրապետությունը։ Անգամ հասկացանք 2014 թվականի Ղրիմի անեքսիայից հետո, այնուհետև Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի ագրեսիայից հետո, նախ մինչև 2018 թվականը որևէ ակնկալիք հնարավոր չէր ունենալ մի իշխանությունից, որին մեկ գիշերվա ընթացքում ստիպում են եւ ենթարկվում է այդ սպառնալիքին, դարձնում են այդ մաքսային, այնուհետև ԵԱՏՄ միության անդամ։ Այդ իշխանությունից որևէ ակնկալիք հնարավոր չէր ունենալ։ Բայց 2018 թվականից հետո, երբ որ արդեն Ուկրաինայի դեմ սանձազերծվում է լայնածավալ ագրեսիան, ես չեմ խոսում դեռ Լեռնային Ղարաբաղի բռնի էթնիկ զտման, բլոկադայի հետ կապված այդ ռուսական խաղապահ, այսպես կոչված գումարտակի ուշով, հա, հսկողության ներքո այդ Լեռնային Ղարաբաղի բռնի էթնիկ զտմանը, բայց Ուկրաինայի դեմ ագրեսիայից հետո դու շարունակում ես մնալ այդ ագրեսիան սանձազերծած պետության գլխավորության կառույցների ներսում, միջազգային պատժամիջոցների, համակարգային պատժամիջոցների տակ գտնվող պետության հետ մի սեղանի շուրջ,
պետություններ, նկատի ունեմ Ռուսաստան եւ Բելարուսը, որոնց ղեկավարների հետ ձեռք սեղմելը շատ քաղաքակիրթ պետությունների ղեկավարների համար դա պատվաբեր չի համարվում։ Դե իսգոյ են։ Դու իսգոյ պետության հետ շարունակում ես ինչ-որ հարաբերություններ, այնպիսի, որ քո նկատմամբ հնարավոր է ժողովրդավարական փոփոխությունների կամ զարգացումների ապահովողների մոտ հարցեր չմնան։ Ավելին դա նաև ուղերձ է այդ ռադիկալացման, այդ պետությունը զավթացների համար, որոնք հղում են անում, դե վերջին հաշվով, բայց եթե դու համ Եվրոմիության հետ ռազմավարական նոր օրակարգ ես մշակում, թրիփ, ոնց ես համատեղելու այդ ԵԱՏՄ-ի հետ քո անդամությունը կամ հապկի թեկուզ սառեցված, բայց անդամությունը վերջին հաշվով։ Հասկանում եք, եկեք այդ ռադիկալացման այն առաջարկը, որը ներկայացնում է ազգային ժողովի նոր խոսնակը, դա ավելի շատ բուն պատճառների հետևանքով ստեղծված իրավիճակը մեղմելուն ուղղված առաջարկություն է, դա գործարք է, առանց դիպչելու դրան հանգեցած պատճառներին։ Եթե դու բուն պատճառները կամ այդ պատճառները ապահովող, երաշխավորող գործոններին հստակ մոտեցում չես ունենում, ապա այդ պայմաններում ռադիկալացման հետ ես մշտապես գործունեու, որտեղ դու լեգիտիմ գոյություն ունեն։ Ավելին, եթե հիմա խոսենք արդեն այդ քաղաքական ինչ-որ իրադարձությունների հետ կապված, ապա ներեք նախընտրական ժամանակահատվածում օտարերկրյա գործակալներ, կալուգացի, օլիգարխ չնայած ինչու կալուգացի, կալուգան կարծես բանում է, Գերմանիայում, Ֆրանսիայում, թե Անտարկտիդայում, կալուգան Ռուսաստանի Դաշնությունից չեք ասում ռուսական օլիգարխ։ Պատկերացնում եք, չի ասենք Խադարկովսկուն կամ չգիտեմ ում այնտեղ էլի տարբեր Բերեզովսկի կար կամ այսինքն ինչ ասենք թե չգիտեմ Մոսկվացի, մեկը Տոմսկի, մեկը Նովելսկի օլիգարխ։ Չէ, բոլորը դրանք եւ ներկայիս, հա, Պոլտորանինա, թե չինը, Պատանին եւ այլն։ Դրանք բոլորը ռուսական օլիգարխներ են, ոչ մեկը չի ասում իրանց գործունեության ցակման վայրի անվանմամբ։ Ինչ չեք ասում ռուս օլիգարխ։ Կամ ավելի չեմ խոսում Պուտինյան օլիգարխ, բայց դա ռուս օլիգարխ։ Ինչ է նշանակում կալուգաց, կալուգան ի՞նչ է։ Ասեք ռուս օլիգարխ։ Բայց ռուս օլիգարխը մի քանի ամսվա ընթացքում կուսակցություն է ստեղծում ու գալիս է ազգային ժողով։ Այդ ռադիկալացումը հենց դրա հետևանքով է, չէ՞, պատճառով, երբ որ դա հնարավոր է Հայաստանի Հանրապետությունում իրականացվի, դա հանգեցնում է ռադիկալացման։ Մոլդովայում այդ ռադիկալացումը չկա։ Որտեղ այդ իրենց հայտնի պրոռուսական օլիգարխի կողմից այդ շոսերը ինչեր այդ կուսակցության պարգևեց այդ կուսակցությանը մասնակցել ընտրություններին։ Վերջ, վերացավ այդ ռադիկալացում հասկացողությունը եւ հիմա մնացել է միայն այն արտաքին ռադիկալացման արտաքին գործոնները, որոնցից վերջիններ ապահի կազմին մնալը դել Մայասանդուն իր հրամանով դադարեցրեց Մոլդովայի անդամությունը այդ կառույցին։ Եվ իհարկե կա մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարեն։ Այո, հասկանում եմ, որ կան հարցեր, որտեղ ինչքան էլ ասում են նախկինի չեք հիշացնում, բա ինչ հիշացնեմ։ Հայաստանի ամբողջ տնտեսությունը հպատակեցրել են այդ Կրեմլին, այդ հպատակոսնողները շարունակում են քաղաքական դաշտում եւ այդ հպատակեցման այդ գործոններից պետք է ազատվել, այո։ Պարոն Սաքուն։ Եվ գիտեք այդ ես հասկանում եմ, որ ռիսկերը մեծ են եւ իշխանությունը բավական լուրջ պատասխանատվություն ունի, որ միանգամից դա
համայնքային մակարդակի նույնիսկ բակային մակարդակի հարց չէ, որ ասես, թե գիտես կտրեսուց գնացենք ում, հա, որովհետև դա պետք է ապահովես այդ ամբողջ ռեսուրսների բանը, բայց եւ ամեն հարցերը բարձրացնում ենք հետեւյալ ինչքան դու ձգձգում ես, ինչքան գուցե դա դիվանագիտություն է, շիրեմ, ինչ է, բայց ռադիկալացումը Հայաստանի քաղաքական դաշտում լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ դրան նպաստող արտաքին եւ ներքին գործոնները այն է պրոկրեմլյան տնտեսական, էներգետիկ, քաղաքական, այդ ամբողջ ինստիտուտները շարունակելու են մնալ։ Եվ այդ մնալով հանդերձ, երբ որ դու գործարք ես առաջարկում Թրամփի բառապաշարով ասած, եկեք չրադիկալացնենք խոսած, դա նշանակում է գնալ որոշակի համագործակցության կամ գործակցության, որի պարագայում իհարկե այստեղ ազգային ժողովի Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնը այդ պրո-կրեմլյան ընդդիմությանը զիջելը լիովին տրամաբանորեն տեղավորվում է, բայց եթե ես ասեմ բան ոսկանը, որ ավելի հասկանալի նույնիսկ այս պարագայում կառավարությունը ունի մեկ քայլ այս պարագայում, որը կարող էր բոլոր հնարավոր կասկածները փարատել, երբ որ կառավարության կազմում հատուկ նախարարի պաշտոն կամ նախարարություն հիմնադրեր եվրոինտեգրման գործընթացի ապահովման ուղղությամբ։ Հասկանալի է, չէ՞, այսինքն դու գործադիր իշխանությունը, որ ունի պարլամենտական մեծամասնություն, թեկուզ ոչ բացարձակ մեծամասնություն, հաստատի եվրոինտեգրման ուղղությամբ, այսինքն ԵՄ Հայաստան, ռազմավարական նորարարակարգի եւ TRIP-ի իրագործման ուղղությամբ նախարարություն, առանցին նախարարություն, դա կլներ շատ հստակ քաղաքական ուղերձ, որի պարագայում ազգային ժողովի եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնի զիջումը պրոռուսական կամ պրոկրեմլյան ընդդիմությանը արդեն այլ պատկեր, այլ ընկալում կլիներ։ Հասկանալի է, թե ինչ քայլ կարող է անել, լավ հասկացանք, այնտեղ ազգային ժողովում պետք է բախշում լիներ եւ այլն, դա մեջ չեմ ուզում խորանալ։ Բայց կառավարության կազմում բախշումը ընդդիմությունից չի կախված, կներեք։ Հաստատեք։ Ամրագրեք այդպիսի նախարարություն, այդպիսի նախարար։ Եվ դա լիովին կլիներ համարժեք պատասխան քաղաքական կամքի, անբեկանելի կամքի, ցայտուն եւ անառարկելի վկայություն։ Եվ բոլոր քաղաքական այդպիսի ռադիկալացման, մեղմացնելու հետ կապված խոսակցությունները կլինեին ավելորդ։ Իսկ պարոն Սաքունց, այսինքն մենք կարող ենք հետևություն անել, որ եթե չկա այդպիսի նախարարություն, չկա այդպիսի նախարար, խորհրդարանական համանուն հանձնաժողովը ամենայն հավանականությամբ գուցե գլխավորելու է այդ օրակարգին չհավատացող ընդդիմադիր խմբակցություն եւ այլն, այսինքն այդ օրակարգը Հայաստանի համար ռազմավարական նպատակադրում չէ։ Չէ, դե գիտեք, եկեք մի քիչ դուրս չտանք էլի այդ մակերեսային խոսակցություններին, այնուամենայնիվ հանձնաժողովի կազմում մեծամասնություն լինելու են քաղաքապայմանագրի ներկայացուցիչները։ Ֆորմալ քվեարկությամբ, հա, զայդի որտեղ դա համամասնությամբ են կազմը ձևավորվում։ Այնպես որ այստեղ նախագահը անմիջապես հանձնաժողովի քննարկումների արդյունքներում ընդունվող որոշումները ֆորմալ առումով, հա, որոշվելու է քաղաքապայմանագրի ներկայացուցիչների քվեարկությամբ։ Այլ հարց է, որ պարլամենտական դիվանագիտության շրջանակներում շատ տարօրինակ է, որ ասենք Եվրոհանձնաժողովի Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահը, որը պրոկրեմլյան եւ ԵԱՏՄ ինտեգրման ներկայացուցիչն է, ինչպես է հանդես գալու որպես Եվրոինտեգրման հանձնաժողովի հարցերով նախագահ։
իր անձնական տեսակետներն է ներկայացնելու, հանձնաժողովի դիրքորոշումներն ներկայացնելու, վերջնաշով անձնական նաև խոսակցություն շփումներ։ Ես նույնիսկ կարող եմ ասել, այստեղ ավելի շատ անհարմար վիճակի մեջ է գտնում այդ մարդը, որովհետև հիմա ինքը դուրս է գալու, որ դեմ է գնալու իր քաղաքական կուսակցության դիրքորոշումներին։ Թե Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ լինելով հանդես է գալուս եվրոինտեգրման հարցերի ուրեմն ջատագովությամբ։ Դա մի քիչ ավելի շուտ թող իրենք մտածեն, եւ դա շատ հետաքրքիր է, որ համաձայնվել են սկզբունքային քաղաքական կուսակցության դիրքերից ելնելով կամ այդ սկզբունքներից ելնելով, երևի թե պետք է չհամաձայնվեին իրենք։ Իրենք էլ ասեն, չէ, մենք գնում ենք ԵԱՏՄ-ի, հա, այդ Եվրասիական եւ տարածաշրջանային այդ ինտեգրման հանձնաժողովը դա է մեր ուղղությունը, բայց մյուս կողմից էլ օրինակ իմանալ չի պետք է այդպիսի հանձնաժողով լինի, կներեք։ Սա այլ մյուս հարց է։ Ի վերջո մեծամասնությամբ որոշում ինչու է պահում այդ Եվրասիական տնտեսական ինտեգրման հանձնաժողովը։ Ինչու։ Սա մենք հարց հիշում եք, եթե ուղղակի կհիշեցնեմ, ժամանակին մենք այդ հարցն ենք բարձրացնում, մինչև 2018 թվականն նույնիսկ կրկնում, հասկանալի, որտեղ այդ ուղղությունը հստակ էր։ Եվ դա ստիպված էին, թե սպառնալիքի ներքո էր, թե ինչ էր, այդ երկակի, հա, մի ձեռքով Եվրոմիություն, մյուս ձեռքով, բայց իրականում ԵԱՏՄ եւ այլն այս խաղը կար։ Բայց 2025 թվականի դեկտեմբերի վերջին Եվրոմիության հետ ռազմավարական նույնիսկ նոր օրակարգ ՍԵՊ ապլուս անվտանգության այս կոմպոնենտից հետո չեմ կարծում, որ Եվրասիական տնտեսական ինտեգրման հանձնաժողովը բոլորին իմաստ ուներ պահվելու։ Բայց մյուս կողմից էլ այդ հարցը պետք է տալ նույն ընդդիմությանից։ Դուք այդ ինչ ակնկալիքով եք համաձայնվել նման հանձնաժողովի նախագահի պաշտոնը վերցնելու, երբ որ ձեր դուք կոնցեպտուալ առումով դες համար անհամատեղելի է։ Շնորհակալ եմ, պարոն Սաքունց։ Հաջողություն։ Զրուցակիցս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էր, մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։